Բարև ձեզ փոքրիկներ եւ ոչ միայն փոքրիկներ։ Գիտեք ինչու եմ այսօր մազերս հավաքել։ Որովհետեւ վախենում եմ, որ այս հեքիաթի մկրատը կգա ու կկտրի իմ մազերը։ Կար չկար, սուր ու փայլուն ոտքերով, մեծ ու կլոր աչքերով մի ժիր մկրատ կար։ Առավոտից երեկո Վարսավիրի ձեռքի տակ աշխատում էր մկրատը, իսկ երեկոից մինչև առավոտ հանգստանում էր Վարսավիրի դարակում։ Դե չէր կարելի ասել, թե մկրատի կյանքը լավ էր դասավորվել։ Վարսավիրը նրան անընդհատ նույն բանն էր անել տալիս, ամբողջ օրը չխք-հա-չխք, չխք-հա-չխք, մազ էր կտրում մկրատը։ Դեռ շնորհակալությունն էլ ոչ թե իրեն էին հայտնում, այլ Վարսավիրին։ Մի օր էլ վարպետը մտքերով ընկած մոռանում է մկրատը դարակում դնել, թողնում է սեղանի վրա, փակում է Վարսավիրանոցի դուռը ու գնում։ Մկրատի համար տարբերություն չկար, թե որտեղ կքնի, բայց երբ առավոտյան արթնանում է ու տեսնում է, որ իր մութ դարակում չէ, մտքով մի բան է անցնում։ Որոշում է մինչև վարպետի աշխատանքի գալը Վարսավիրանոցից փախչել։ Ինչ կա որ, զույգ աչքեր ունի, սուր ոտքեր ունի, այնքան գլուխ է տեսել, որ մի քիչ էլ խելք ունի։ Մնում էր միայն, որ ոտքերն արագ շարժի, քանի դեռ Վարսավիրը չի եկել ու չխք-հա-չխք, էլի նույն բանը, չխք-հա-չխք, դարձյալ նույն բանը։ Ու մեր ժիր մկրատը իր փայլուն ոտիկները շարժելով, սեղանից իջնում է ցած, իջնում, մոտենում է Վարսավիրանոցի դռանը։ Դուռը փակ էր, բայց դե մկրատը հնար գտնել գիտեր։ Պառկում է գետնին ու ոտիկները շարժելով կամաց, 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 կամաց դուրս է գալիս դռան տակից։ Դուրս է գալիս ու այ քեզ հրաշք։ Ինչ լավ բան է ազատությունը։ Պառկած տեղից վեր է կենում, կանգնում է մկրատը ու քանի որ կտրելու գործը լավ գիտեր, գնում է ուր աչքը կտրի։ Ինչ լավ բան է անվարսավիր ազատ կյանքը, իմն է այգին ու հրապարակը, իմն է նաև անցումի տակը, չխք, 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 ամբողջ օրը էլ մաս չեմ կտրի, չխք, 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 կգնամ ուր աչքս կտրի։ Փողոցն անցնում է մկրատը իր մեծ ու կլոր աչքերով նայում, մի երկար ճանապարհ է տեսնում։ Ոտքերը աջ-ձախ, սկսում է քայլել չխ-չխկանը։ Բայց մկրատի ոտքերը կարճ, ճանապարհը երկար։ Ոնց պիտի անցներ։ Տխրում է մկրատը, բայց դե հո ինքն իր հույսը չէր կտրի։ Ու մկրատն էլի հնար է գտնում։ Խոր շունչ է քաշում մեր կտրելու վարպետը ու չխք-չխք, արագ-արագ կտրում անցնում է երկար ճանապարհը։ Մաս չեմ կտրում այլ ճանապարհ, ոտքեր ունեմ սուր, չխք-չխկում եմ ու գնում եմ ուղիղ դեպի ուր, էլ չեմ անում նույն բանը, այ քեզ ուրախ կյանք, հիմա տեսնեմ իմ վարպետին, էլ պատիվ կտակ, չխք-չխք, չխք-չխք։ Չխք-չխք գնում է մկրատը մի նեղ փողոցով ու տեսնում է, մի փոքրիկ շնիկ պատի տակ նստած վնգստում է ու թաթը լիզում։ Մկրատը խղճում է շնիկին ու չխք-չխք կտրում է նրա թաթի ցավը։ Հետո էլ մի պստիկ չխք ու կտրվում է շնիկի վնգստոցը։ Ուրախանում է մկրատը ու ոտիկները փայլեցնելով շարունակում է իր ճանապարհը։ Աջ-ձախ, գնում է մկրատը, գնում հասնում է առվին։ Առվի ջուրը վարարել էր ու մկրատը վախենում է մյուս ափն անցնել։ Բայց դե մեր մկրատը, որ իսկական կտրելու վարպետ էր, մի երկու չխք է անում ու կտրում է առվի ջուրը։ Առվի ջուրը կտրում, ցամաք հունով անցնում է գնում։ Գնում է մկրատը, հասնում է դաշտին։ Դաշտում բարձր խոտ էր աճել։ Հողի մազերը շատ էին երկարել։ Մկրատն իր Վարսավիրանոցն է հիշում ու սկսում է կտրել խոտը։ Չխք-չխք կտրում է ու իր համար ճանապարհ բացում։ Ճանապարհ բացում
ու դաշտի միջով գնում է անցնում։ Մկրատն եմ ես ուրախ ու սուր, մաս չեմ կտրումել, այլ ճանապարհ խոտ ու առու վնգստոց մեկ է։ Գնում եմ ես ուր որ ուզեմ, ոչ թե ուր պիտի, ազատ եմ ես գործիքը չեմ, ոչ մի վարպետի, գնում եմ ես ուր որ ուզեմ, ոչ թե ուր պիտի, ազատ եմ ես գործիքը չեմ, ոչ մի վարպետի։ Գնում է մկրատը չղկ գնում, իր մեծ ու կլոր աչքերով նայում է ու մի տուն է տեսնում։ Մկրատը մոտենում է, ուզում է ներս մտնել։ Տան դուռը փակ էր, բայց դե մեր մկրատն արդեն դռան տակից անցնելու վարպետ էր։ Պառկում է մկրատը գետնին ու ոտիկները շարժելով կամաց ներս է մտնում դռան տակից։ Տես է, տունը ամենևին նման չէր վարսավիրանոցին։ Մկրատը դրսում մի քիչ սառել էր, իսկ տանը տաք վառարան էր վառվում։ Վառարանի մոտ տատիկը նստած իր թոռների համար գուլպա էր գործում ու հեքիաթ պատմում։ Մկրատը կամաց, չղկ, մոտենում է նրանց։ Հետո խելոք նստում է թոռների կողքին ու լսում է տատի հեքիաթը։ Տատի հեքիաթը Մկրատին շատ է դուր գալիս։ Լսում է, բայց ախր մեր մկրատը շատ ժիր էր։ Տեղը տիտիկ չէր տա, անընդհատ պիտի չղկար ու մի բան կտրեր։ Պատմում է տատիկը հեքիաթը, հասնում է ամենահետաքրքիր տեղին, բայց մեկ էլ հենց այդ պահին, տեսեք թե ինչ է լինում հենց այդ պահին, մկրատը չղկ կտրում է տատի մտքի թելը ու տատի հեքիաթը կիսատ է մնում։ Տատի հեքիաթը կիսատ է մնում, իսկ մեր հեքիաթը ահա ավարտվում է։ Կտրում եմ ինչ պատահի, մտքի թել հեքիաթ, զարմանում են իմ սուր մտքից թոռնիկներ ու տատ, աշխարհում դեռ շատ վայրեր կան, որ պիտի գնամ, կարոտել եմ Վարշավին, բայց կդիմանամ, աշխարհում դեռ շատ վայրեր կան, որ պիտի գնամ, կարոտել եմ Վարշավին, բայց կդիմանամ։ Վերջ, հեքիաթն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։